Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, եկեք անմիջապես դիտենք մյուս գրքի թրեյլերը, որն այսօր ներկայացնում է New Mega։ Այս գիրքը գեղարվեստական է, կոչվում է Impedance։ Հեղինակը ռազմական բժիշկ Դավիթ Գևորգյանն է եւ տեսանյութը գովազդից անմիջապես հետո է լինելու, այնպես որ կմնաք մեզ հետ։ 1956 թվական գաղտնի հրաման, որով ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է Հայաստանում կառուցել միջուկային զենքի ստորգետնյա լաբորատորիա։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը մեծ հայրենադարձության ծրագրով խորհրդային Հայաստանի միջուկային ռազմաբազա է ուղարկում գործակալ Ադիխանյանին։ Գաղտնի ռազմաբազայի հրամանատար գնդապետ Ավակովը պատասխանատու է ծրագրի գաղափարական կողմի համար։ Գիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Անաստասյանը պիտի գործարկի միջուկային ռեակտորը։ Երկու գերտերությունների հակասությունները և զուգահեռ աշխարհներ մուտք գործելու փորձերը վերածվում են մեծ ողբերգության։ Տասնամյակներ անց միայն կպարզվի մեծ պայթյունի պատճառը։ 3, 2, 1, 0 Մարդկային ճակատագրեր, ճնշող գաղափարախոսություն, գիտական նվաճումներ և էզոթերիկ հանգուցալուծում, գիտաֆանտաստիկ էքշն ժանրում։ Impedance, Դավիթ Գևորգյան, New Mega և Թովմասյան հիմնադրամի մրցանակաբաշխության դափնեկիր, գրքի գլխավոր գործընկեր Թովմասյան բարեգործական հիմնադրամ։ Առավոտ մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ իսկապես շատ հետաքրքիր եւ հատկապես գեղարվեստական գիրք է, սա նշանակում է, որ կա նաեւ էմոցիա եւ տարբեր հետաքրքիր բացահայտումներ։ Ես գիտեմ, որ երկու լավ խոսենք Դավիթ, արդեն մի փոքր ուսումնասիրեցի գիրքը, ինձ համար հիմնականում պարզ է, դիտեցինք Դավիթ Գևորգյանի Impedance գրքի թրեյլերը, սա հեղինակի առաջին գիրքն է։ Դավիթ Գևորգյանը հաղթել է New Mega եւ Թովմասյան հիմնադրամի երիտասարդ գրողների մրցույթում։ Բարի լույս Դավիթ։ Բարի լույս։ Նախ շնորհավորում ենք գրքի հրատարակման կապակցությամբ, շնորհավորում ենք նաև մրցույթում հաղթելու կապակցությամբ, երիտասարդ գրող անվանակարգը արդեն ձերն է, սա ձեր առաջին գիրքն է, շատ հատկանշական է միանգամից առաջին գրքով ստանալ այդ մրցանակը եւ գրել այս թեմայով խորհրդային Հայաստանում միջուկային ռազմաբազա հիմնելու մասին, գեղարվեստական ստեղծագործություն։ Ինչպես ընտրվեց այս թեման, ինչպես գրեցիք գիրքը։ Շնորհակալություն եւ շնորհակալություն հրավերի համար։ Թեման ընտրվեց սոցցանցերում հրապարակված մի փաստաթղթի ոգեշնչվելով։ Փաստաթուղթը հրապարակվել էր ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից։ Նկարագրում էին սովետական Հայաստանում կառուցված եւ գործող մի ռազմաբազա, որտեղ գործողվել էր ամերիկական լրտես ու նա պարբերաբար զեկույցներ էր ուղարկում ԿՀՎ-ին։ Փաստաթղթին ծանոթանալով կարելի է ասել ոգեշնչվեցի, գաղափարը ներկայացրեցի ընկերներիս առաջին հերթին, որ մտածում եմ նման թեմայով գիրք գրել, քաջալերեցին, խորհրդովեցին փորձել ու այսպես։ Դες ինչ կարևոր է ընդհանրապես ընկերական աջակցությունը, սա իրապես պետք է եւ անհրաժեշտ, երբ մարդու գլխում վառվում է լույս, այդ լույսը ավելի շատացնում։ Դավիթ, ինչ է նշանակում Impedance, ինչու ընտրվեց այս վերնագիրը։ Բառը տերմին է լատինական հիմքով, նշանակում է հակազդեցություն։ Հակազդեցություն։ Այո, թարգմանվում է բառացիորեն հենց այդպես։ Ընտրվել է այդ բառը նկատի ունենալով, որ գրքում բոլոր իրադարձությունների հիմքում հակազդեցությունն է, կա եւ քաղաքական հակազդեցություն, եւ միջանձնային հակազդեցություններ, եւ գլխավոր հերոսների հոգեվիճակի անձնական հակազդեցություններ։ Դրա համար Դավիթ, իսկ եթե չմասնակցեիք մրցույթին, գիրքը կհրատարակեիք կամ առասարակ ինչպես որոշեցիք ընկերների աջակցությամբ եւ խորհրդով, որ մասնակցեք մրցույթին։ Անկեղծ ասած մրցույթի մասին իմացել եմ ընկերոջիցս Արա Զարգարյանից, խորհրդ տվեց, որ դիմեմ մրցույթին,
գուցե ստացվի։ Եթե մրցույթին չդիմեի, չէր հրատարակվի։ Չէր հրատարակվի։ Տեսնում եք նաև որոշումները ինչքան կարող են լինել ճակատագրական։ Այն էլ ճիշտ որոշումները, ճիշտ մարդկանց ուղղորդմամբ։ Միանշանակ այդպես է եւ կհիշես մինչ ներկայացնել է թեման, ասում էի որ դե լավ, կանադառնանք Դավիթի հետ կզրուցենք։ Ես հիմա գալիս եմ դրան, որովհետեւ Դավիթ, բացի խորհրդային ղեկավարության, նրանց ընտանեկան հարաբերությունների, հետաքրքիր ինչ-որ ստրատեգիական գաղտնիքներ դրանց մասին խոսելուց բացի գրքում նաև գոյություն ունի տեղ է գտել էզոթերիկա։ Այս շատ հետաքրքիր է։ Դուք ռազմական բժիշկ եք, այսինքն հիմնականում գիտական, մասնագիտական կողմնորոշում։ Հիմնականում գիտնականները որպես այդպեսին չեն հավատում այն ապացույցներին, որոնք հիմնական չեն, հաստատված չեն, այսինքն ապացույց չեն։ Հետաքրքիր է, ինչպես է տեղ գտել էզոթերիկան եւ գիտական այս աշխատությունները մեկ տեղում։ Իրավացի եք առաջին հայացքից այդ երկու տարբեր աշխարհներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող, բայց երբ խորանում ենք սովետական միության որոշ արխիվներում, այնտեղ նկարագրում են էզոթերիկ բնույթի որոշ դպրոցների գործունեության, որոշ գիտնականների ծավալած աշխատանքների մասին, բացատրվում է դա նրանով, որ սովետական միությունում կրոնական նահանջ է եղել, իսկ մարդը լինելով հոգևոր էակ, ինքնին կարիք ունի հավատալու ոչ միայն ֆիզիկական աշխարհին, այլ նաև դրանից դուրս ոչ նյութական աշխարհին եւ սկսած այն ժամանակներից մարդիկ փորձել են ինչ-որ ձևով բավարարել նաև այդ պահանջը ու գործողությունները, քայլերը, որոնք հանգեցրել են դրան, հիմքը այդ հոգևորի պակասն է եղել։ Հետաքրքիր է։ Գիրքն արդեն գրախանութներում է, վստահ ենք, որ ձեր ընկերները կամ այն մարդիկ, ովքեր որ աջակցել են ձեզ եւ զարկ են տվել ձեր այն մտքին, որը որ պետք էր մի օր գիրք դառնար, արդեն ընթերցել են։ Հետաքրքիր ինչ արձագանքներ ունեք, ինչ եք լսում գրքի մասին ընթերցողներից։ Ոգևորություն շատ եմ լսում, բայց քանի որ մտերիմ մարդիկ են այդ ոգևորությունը հայտնում, փորձում են ավելի մեղմ լինել։ Հուսամ, որ փորձում են ավելի մեղմ լինել, ես կուզեի նաև քննադատություններ լսել, ինչու ոչ։ Բայց դեռ առիթ չի եղել, գուցե լինի հետագայում։ Դուք ինչպես կգնահատեք ձեր այս աշխատությունը, որը հատկապես առաջինն է։ Ինձ դուր է գալիս այս աշխատությունը, անկախ ամեն ինչից հավանել եմ, եթե չհավանեի, գուցե եւ մրցույթին չներկայացնեի։ Իսկ շատ հետաքրքիր է, որ տարիքային խմբի համար է հատկապես ունեք թիրախային խումբ, թե բաց է։ Անկեղծ ասած բաց է, դժվարանում եմ կոնկրետացնել, որովհետեւ սահմանները շատ լայն են, թեմաները նույնպես։ Թվում է, թե գիտաֆանտաստիկ մասը պիտի ավելի երիտասարդ ընթերցողին հետաքրքրի, բայց կան նաև թեմաներ, ճյուղեր, որ ավելի հասուն տարիքի մարդկանց, այնպես որ չեմ կարող հստակեցնել։ Հայաստանում այս խորհրդային ժամանակներում, երբ սառը պատերազմ էր, ինչպեսի գաղտնի զորամաս է եղել, Դավիթ։ Սա արդեն հարց է որպես հեղինակ, որը որ խորացել է այս պատմությունների մեջ եւ ուսումնասիրություններ է արել, այդ գաղտնի զորամասը փաստորեն խորհրդային է եղել եւ գաղտնի զորամասը հիմք ընդունելով գաղտնաձեռնված փաստաթուղթը նկարագրվում է, որ կառուցվել է 1956 թվականին, գետնափոր է ամբողջությամբ, ունի երկու մակարդակ ու մոտ 15-16 մուտք ու ելք, կառուցվածքով տիպիկ միջուկային գործունեություն ծավալող զորամաս է, քանի որ ներքին կահավորանքը, հարդարանքը, պատերի այսպես ասած արտաքին ու ներքին պաշտպանիչ շերտերը ամբողջությամբ ուղղված են հենց միջուկային զենքի գործունեության ծավալմանը։ Իսկ տարածքային առումով որտեղ է։ Տարածքային առումով չեմ ուզում տարածքի մասին խոսել, այո։ Տարածքի մասին չեմ ուզում խոսել, բայց ամեն դեպքում փաստաթուղթը կա, արկա է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կայքում, հետաքրքրվողները կարող են փաստաթղթում նայել։ Այո, այո։ Դե պետք է այո, չվացել փակագծեր։ Այո, այս թեմայով նաև կարելի է մի ֆիլմ տեսնել, հետաքրքիր կլինի։ Իդեպ ես երբ դիտում ենք գրքի տրեյլերը, ես շատ պատկերացրեցի որպես այդպիսին ֆիլմ եւ էկրանավորում այս ինչ եք կարծում որպես հեղինակ հանձը կառնեք այդ գործը, որ սա էկրանավորվի եւ ավելի հանրահրաշակվի որպես այդպիսին։ Իրականում շատ երջանիկ կլինեմ, եթե նման հնարավորություն լինի,
բայց ժամանակը ցույց կտա դեռ։ Այո։ Դե լավ, մենք ուրեմն ձեզ չենք ասում, սիրելի Դավիթի ընկերներ, խնդրում եմ Դավիթին մոտիվացնել, ոգևորել, Կամ դուք ուշել եւ եղեք այդ ամեն բանը կլինի։ հաղորդիչը, այո։ Դավիթ, կունենա շարունակություն գիրքը, որովհետև կարծես թե չի ավարտվում կամ ավարտվում է այնպես, որ շարունակելու տեղ մնա։ Կան մտքեր կան այս պահին դեռ ոչ հստակ դասակարգված մտքեր են, օդում կախված, բայց հույս ունեմ, որ շարունակություն կլինի։ Որն է ձեր կարդացած վերջին գեղարվեստական գիրքը։ Վերջին գեղարվեստական գիրքը։ Կամ առասարակ գեղարվեստական գրքեր սիրում եք կարդալ։ Պրոյեկտ Ave Maria վերջինը։ Պրոյեկտ։ Դավիթ, մաղթում ենք ձեզ հաջողություններ։ Շնորհակալություն շատ։ Ձեր մտքին անսպառություն, թող հետաքրքիր գրականության մեջ, ժամանակակից գրականության մեջ հետաքրքիր գրքերը իսկապես շատ լինեն եւ շարքը շարունակվի։ Եվ նաեւ շնորհակալ ենք Նյումեգին, որ կողքին է յուրաքանչյուր երիտասարդի, ով նվիրական է եւ գիրք գրել գիտի։ Դա իսկապես պետք է հրատարակել։ Շնորհակալություն։ Որը արժանի է փոխանցել այո մարդկանց։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք օրը։ Մենք խոսում էինք Դավիթ Գեորգյանի հետ, ռազմական բժիշկ, ով հրաշալի գիրք է թողարկել, հետաքրքիր է ամեն առումով, միստիկ, այո, էլեմենտներով, էզոթերիկ սյուժետով, հետո սյուժեով, թրիլեր, որի իրադարձությունները տեղի են ունենում խորհրդային Հայաստանում։ Խորհրդային ղեկավարությունը Հայաստանը գործուղում մասնագետների, որոնք պետք է կառուցեն միջուկային ռազմաբազա, Միացյալ Նահանգներն էլ Հայաստան է ուղարկում հայ ազգի լրտեսի։ Մի խոսքով շատ գրավիչ սյուժեով գիրք է, որը կոչվում է Impedance։ Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում, այն կարող եք պատվիրել նաև newmek.am կայքից, վստահ ենք, որ մի շնչով եք ընթերցելու գիրքը։